Գնեք Սանկերամիկա կամ լոգարսենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 2 անձ, այդ թվում գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Գործի շրջանակում կալանավորվել է նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետն ու ստորաբաժանումներից մեկի ղեկավարը։ Նրանք մեղադրվում են խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեջ։ Պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 4-ին ՀՊ-ն իր վարած ԶԻԼ ՄՄԶ 554 մակնիշի ավտոմեքենայով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի հետևանքով տեղի ունեցել բախում Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենայի հետ, անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանը, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք։ Դատարանը ՀՊ-ին մեղավոր է ճանաչել ու նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը 7 տարի 4 ամիս ժամկետով։ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը հրավիրվել է քննչական կոմիտե, վերջինս հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շաբովյանում քաղաքացուց գողություն են կատարել։ Ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկը հայտնել է, որ քիչ առաջ Հատիս փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան, պատճառելով 300,000 դրամի նյութական վնաս։ Դատախազությունը բողոքարկել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով եւ վերաքննիչ քրեական դատարանից խնդրել նշանակել պատիժ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը Աջապահյանին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։ Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի մաքսանենգությամբ եւ շրջանառությամբ զբաղվելու դեպք։ ԱՍԵ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, խափանման միջոց կիրառվել կալանքը։ Հոկտեմբերի 20-ին Վանաձորի Բաղրամյան փողոցում ձերբակալվել է 33-ամյա մի երիտասարդ, հուլիսի 19-ից նա հետախուզվում էր ավազակության եւ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի առարկաների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Զվարթնոց օդանավակայանի տարածքում ձերբակալվել է օտարերկրյա մի քաղաքացի, նրա անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է 53 հոգեմետ տեղահապ։ Հոկտեմբերի 22-ին Էջմիածին Մարգարե ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկի վարած Մազդա եւ 34-ամյա Գարիկի վարած Լադա մակնիշի ավտոմեքենաները։ Լադայի վարորդը տեղում մահացել է, Մազդայի վարորդն ու Լադայի ուղևորը Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինան տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 21-ին Բագրավան Հայկաձոր ավտոճանապարհին բախվել են Գազ 3110 եւ Գազ 53 մակնիշի խոտով բարձված բեռնատարը։ 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել հիվանդանոց։ Հոկտեմբերի 21-ին Վանաձորում բախվել են Mercedes եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Լոռու մարզի բնակիչներ 5-ամյա Արսենը, 9-ամյա Ավետը եւ 12-ամյա Նարեն տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 21-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են Opel եւ Kia մակնիշի ավտոմեքենաները։ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների վարորդներից մեկը եղել է անչափահաս 15-ամյա տղա։ Հոկտեմբերի 21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյան Ներսիսյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարները մարել են հյուրասենյակում բռնկված հրդեհը։ Հյուրասենյակում հայտնաբերվել է քաղաքացու D։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։